Ես շատ ուրախ եմ այսօր լինել ձեզ հետ ու շնորհակալ եմ Հովիվ Գորին եւ Աննային այս հնարավորության համար, որ կարող եմ լինել ձեզ հետ։ Իմ ընտանիքի հետ։ Դուք գիտեք, որ ամեն տեղ որտեղ կա եկեղեցի, դա մեր ընտանիքն է։ Ամեն, այդպես որ ես այստեղ ոչ թե հյուրի կարգավիճակում եմ, այլ ինչպես ընտանիքի անդամի կարգավիճակում եմ։ Ամեն Ես գիտեմ, որ ձեր տարվա խոսքը սա է, որ բաց աչքերի տարի է։ Տարին արդեն ավարտվում է, ու ես ուզում եմ ձեզ շարունակել հորդորել ու խոսել նրա մասին, թե ինչն է օգնում մեզ բացել մեր աչքերը։ Ուզում եք իմանալ։ Ուզում եք, չէ՞։ Ուրեմն 19-րդ Սաղմոսում այնտեղ մի համար կա, որ այսպես ասում. Տիրոջ հրամանները մաքուր են, նրանք լուսավորում են աչքերը։ Ուրեմն ինչն է լուսավորում մեր սրտի աչքերը։ Երբ մենք խոսում ենք աչքերի մասին, մենք նկատի ունենք ոչ թե ֆիզիկականը, որտեղ ֆիզիկականով մենք կարող ենք նայել, բայց չտեսնել այն ինչ որ մեզ պետք է, այլ հոգու աչքերը։ Ինչն է բացում մեր սրտի աչքերը։ Աստծո պատվիրանները։ Աստծո պատվիրանները, որ երբեմն գրվում է այսպես, Աստծո հրամանները։ Ու ուզում եմ այսօր խոսել մի կարևոր պատվիրանի մասին, որը մեր Տեր Հիսուսը անվանում է նոր պատվիրան։ Նոր պատվիրան, եկեք իրար հետ միասին նայենք Հովհաննես ավետարանի 13-րդ գլխի 34-35 համարները։ Այս պատվիրանը Հիսուսը տալիս է արդեն իր ծառայության վերջին։ Երբ Հիսուսը եկել այս աշխարհ, նա գիտեր ինչի համար է եկել ու արդեն վերջում, երբ հավաքեց իր աշակերտներին, ծառայություն մատուցեց ու ասեց, ինչ որ ես ձեզ արեցի, նա իրենց ոտքերը լվաց, անգամ Հուդայի ոտքերը ասեց, դուք էլ այդ բաները արեք։ Ու տեսեք, դուք գիտեք, որ ամեն մի մարդ իր կյանքի վերջում ամենակարևոր պատվիրանն է տալիս։ Ու մեր Տեր Հիսուսը նույնպես տալիս այդ կարևոր պատվիրանը, որ անվանում է նոր։ Ու 34 համարում այսպես են ասում. նոր պատվիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրեք։ Սրանով կգիտենան ամենքը, թե իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունենաք։ Գիտեք, մենք այս խոսքերը լավ գիտենք, ու ես վերջերս Աստված նորից խոսեց իմ սրտի հետ ու ասեց, որ սա շատ կարևոր է, որ իմ ժողովուրդը իմանա, որ այս վերջի ժամանակներում ինչը կօգնի իրանց հաղթահարել դժվարությունները, երբ իրանք մեկը մյուսի հանդեպ ունենան սեր։ Ուշադրություն դարձրեք, ինչպես է այստեղ մեր Տեր Հիսուս ասում է, որ այդ պատվիրանը, այսինքն այդ հրամանը, պատվիրանը գիտեք խնդրանք չէ, հրամանի նման բան է, հրաման է, որ դուք իրար սիրեք։ Մենք գիտենք, որ մենք ունենք գլխավոր պատվիրան, սիրիր քո Տեր Աստծուն, քո բոլոր սրտով, քո բոլոր մտքով, քո բոլոր անձով սիրիր քո Տեր Աստծուն եւ սիրիր քո մեղձավորին, ինչպես քո անձը։ Այստեղ մեր Տեր Հիսուսը մի բան է ասում, որ ես տալիս եմ մի պատվիրան նորը, որ իրար սիրեք։ Գիտեք, երբ մենք խոսում ենք սիրո մասին, շատերը մտածում են, որ դա ինչ-որ շնչավոր, այդպես էմոցիոնալ սեր է, բայց մենք պետք է տարբերենք մարդկային տեսակի սերը աստվածային տեսակի սիրուց, որտեղ մարդկային սերը միշտ պայմաններից է կախված։ Ես քեզ սիրում եմ, որովհետև դու իմ դուրը գալիս ես, որովհետև ես շահ ունեմ, որովհետև ինձ այդպես ձեռ է տալիս։ Մարդկային տեսակի սերը նա շատ շուտ վերջանում է։ Վկայությունը այն է, որ ցավոք որոշ ընտանիքներ բաժանվում են, որովհետև ասում են, դե մենք արդեն իրար չենք սիրում ու մոռանում են այն ուխտը, որի մեջ իրանք մտել են, շատ ցավալի է։ Ասեմ ձեզ սիրելիներս, որ Աստված մեզ մի հիասքանչ բանի է արժանացրել, որ մենք ճաշակենք իր սերը եւ կարողանանք իր սիրով սիրել մեկը մյուսին։ Երբ Հիսուս ասում է սիրեք իրար, որոշ մարդիկ ասում են,
Ես չեմ կարող սիրել այս մեկին, այն մեկին, ինձ դժվար է։ Ես ասեմ ձեզ, սիրելիներս, սիրել նրան, ով որ քեզ է սիրում, դրա համար Աստված չի վարձատրում։ Հիսուս ասել է, որ եթե դու սիրում ես նրան, ով որ քեզ է սիրում, ինչ վարձք կունենաս։ Հիշում եք Լեռան քարոզի ժամանակ Հիսուս ասել է Մատթեոս 5:44-ում, որ սիրեք ձեր թշնամիներին, բարիք արեք նրանց, ովքեր ձեզ ատում են, օրհնեք նրանց, ովքեր ձեզ հալածում են, եւ աղոթք արեք ձեզ նեղացողների համար։ Ու ես հենց մտածում եմ, Տեր իմ Աստված, հեշտ չի սիրել թշնամուն։ Եթե մեկ ասի հեշտ է, հեշտ չի։ Բայց մինչև ես հասնեմ թշնամուն սիրելը, ես պետք է սովորեմ սիրել իմ եղբորը եւ իմ քրոջը Քրիստոսում։ Որտեւ երբ դու սիրում ես Աստծո սիրով, ամեն բան հնարավոր է։ Երբ մենք կարդում ենք Աստծո պատվիրանները, երբեմն մենք մտածում ենք, որ մենք մեր ուժերով պետք է այդ պատվիրանները պահենք, իր հրամանները կատարենք, բայց մենք ձախողվում ենք, ու դրա հետ միասին գալիս է հիասթափությունը։ Ու ասում ենք, ես չեմ կարող սիրել, բայց մենք մի բան գիտենք, որ այն ամենը, ինչի մեզ կանչում է Աստված, անհնարին է, եթե մենք չգործենք դա իր ուժով։ Հռոմեացիս 5:5 ասում է, որ Աստծո սերը, Աստծո տեսակի սերը փրվել է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգով։ Եթե դու վերստին ծնված ես, եթե դու Սուրբ Հոգով մկրտված ես, Աստծո սերը քո մեջ է։ Ու Աստծո սերը չի թաքնվել ինչ որ մի հատ ծածուկ տեղ գրված է, նա փրվել է քո սրտի մեջ, նա լցրել է քո սիրտը։ Հարց է, ինչքանով ենք մենք ճանաչում Աստծո սերը, որ Աստծո սիրուց մենք կարողանանք գործել։ Ես չեմ կարող տալ այն, ինչ որ ես չունեմ։ Ամեն։ Ու մենք մի բան գիտենք, որ սիրելու մեջ ջանք է պետք անել։ Ջանք պետք է անել։ Երբեմն ինձ որ քրիստոնյաները ասում են, ես չեմ կարող տանել այս մարդուն, իմ ներվերը չի հերիքում, ես չեմ համբերում եւ այլն եւ այլն։ Ես չեմ կարող։ Ես գիտեք ինչ եմ ասում։ Չես կարող, սովորիր։ Եթե դու չես կարող ինչ որ մի բան անել, ինչ որ Աստված ասում է, եկեք ոչ թե մեզ արդարացնենք մեր չկարողանալով, այլ եկեք սովորենք ու ասենք Տեր դու ասել ես, ուրեմն դա հնարավոր է, որովհետև մինչև մենք չսովորենք իրար սիրել, ինչպես Աստված է սիրում, ասեմ ձեզ, մենք չենք լինի Աստծուն հաճելի։ Ու ես չեմ խոսում այդ մարդկային, զգացմունքային, շնչավոր սիրո մասին, դա չի գործում։ Ես խոսում եմ Աստծո տեսակի սիրո մասին, որը հավիտենական է, որը երբեք չի վերջանում, որը առանց պայմաններից կախված չէ, ու ինչպես մենք պետք է սիրենք, ճանաչելով, ինչպես որ նա մեզ սիրեց։ Այստեղ մեր Տեր Հիսուս ասում է, ինչպես որ ես ձեզ սիրեցի, այդպես էլ դուք իրար սիրեք։ Հիմա ես ուզում եմ սիրել իմ եղբորը, իմ քրոջը, ու գիտեք, ես 33 տարի ակտիվ ծառայության մեջ եմ, ու դա քիչ չի, ու երբ դու մարդկանց հետ ես աշխատում, մի բան ես հայտնաբերում, որ մարդիկ տարբեր են, կան մարդիկ, ովքեր շատ արագ են հասկանում, կան մարդիկ, որ դանդաղ, կան մարդիկ, որ ընդհանրապես չեն հասկանում, որովհետև շատ կենտրոնացած են մենակ իրանց ճշմարտության վրա, տարբեր տեսակի մարդիկ, ու երբեմն ես գալիս է Աստծո մոտ, որտև երբ դու ծառայում ես մարդկանց, դու չես կարող ասել, Տեր, եթե այս մարդը չգա եկեղեցի, իմ կյանք ավելի հեշտ կլինի, դու չես կարող, որովհետև մեր Տեր Հիսուսը եկել է փրկելու, ոչ թե կործանելու, նա գրված այսպես, նա եկավ կորածին որոնի, որ ապրեցնի, դա մեր Տեր Հիսուսի սիրտն է, ամեն, ու ամեն մի մարդ, ով որ անվանվում է Աստծո որդի, նա պետք է առաջի բանը, որը կխոսի իր քրիստոնեական որակի մասին, դա այն է, ինքը կարողանում է սիրել։ Գիտես, սիրել, երբ ամեն ինչը լավ է, սիրել նրան, ով որ քեզ հետ լավ է, հեշտ է։
Դու ջանք չես անում, բայց եկեք մենք ընդունենք, որ մենք ավելի շատ զարգանում ենք եւ աճում ենք այն ժամանակ, երբ մենք հանդիպում ենք դժվարություններին։ Երբ մեզ դժվար է, դա կարծես մարտահրավեր լինի, դժվար է սիրել, բայց դու ոչ թե նայում ես այդ մարդուն, տեսնում իր թերությունները, որը քեզ խանգարում են հարաբերություն կառուցել, դու նայում ես Տիրոջ ու ասում ես՝ Տեր, դու սիրում ես այդ մարդուն։ Եղել է այդպես, որ ես շատ անգամ այդպիսի հարցի առաջ կանգնել եմ ու միշտ գնացել եմ Աստծո մոտ ու երբ ասել եմ Տեր, ինձ դժվար է սիրել այդ մարդուն ու ես չգիտեմ ինչպես իմ սերը արտահայտել ու Սուրբ Հոգին խոսում էր ու բացում էր այդ մարդու իրավիճակը, ինչ որ բաներ էր խոսում ու այնքան լավ բաներ էր բացում այդ մարդու մասին, որ Աստծո խոսքից այսպես հոսում էր սեր իմ սրտիս մեջ ու իմ աղոթքի մեջ ես սկսում եմ այդ մարդուն սիրել։ Գիտեք, սերը, Աստծո սերը այդպես է գործում։ Որպեսզի մենք կարողանանք սիրել, մեզ պետք է ճանաչել Աստծուն։ Հովհաննեսը իր ուղերձների մեջ ասում է, ով որ չի սիրում, Աստծուն չի տեսել։ Շատ խիստ կարճ կոնկրետ բան է, ով որ չի սիրում Աստծո նման, Աստծուն չի տեսել, Աստծուց գաղափար չունի, ինչքան էլ մենք զգացմունքային ասենք ու Աստված սիրում եմ քեզ, դու մեկն ես, ցավը տանեմ եւ դրա նման շատ բաներ, հասկանում եք, Աստված չի նայում մեր էմոցիաներին, Աստված նայում է մեր սրտի վերաբերմունքին։ Հովհաննեսի 14:15-ում այնքան կոնկրետ է խոսում մեր Տերը, ասում է, եթե դուք ինձ սիրում եք, պահեք իմ պատվիրանները, պահեք, մի արդարացրեք ձեզ, որ դուք չեք կարողանում կատարել իմ պատվիրանները, եթե մենք մեզ արդարացնում ենք, դրանով մենք մեղադրում ենք Աստծուն, ասելով, որ դու այնպես ինձ ծանր պատվիրան ես տվել, ես չեմ կարողանում այդ պատվիրանը կատարել, դու չգիտես, որ ես չեմ կարող, բայց Աստված չի ուզում քո մակարդակին իջնի, նա ուզում է քեզ իր մակարդակին բարձրացնի, որ դու ճանաչես իրեն։ Սիրելիներս, մի անգամ մեր Տեր Հիսուսը եկավ, թողելով փառքի արքայությունը, նա եկավ երկիր, իջավ մեր մակարդակին, մի նպատակի համար, որ մեզ սովորեցնի, ինչ բան է ճշմարիտ, ինչ բան է աստվածային տեսակի սերը, ու եթե մենք անվանվում ենք Աստծո որդիներ, բայց մենք մեզ պահում ենք աշխարհիկ մարդկանց պես, այն ժամանակ մենք չենք հաճեցնում Աստծուն։ Ուրեմն եկեք տեսնենք, մեր Տեր Հիսուսը ասում է, ես պատվիրան եմ, նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ դուք իրար սիրեք, որ դուք իրար սիրեք, առանց Աստծուն սիրելու, առանց Աստծուն ճանաչելու, անհնարին է, որ մենք մեկը մյուսին սիրենք, անհնարին է։ Դուք գիտեք, ես շատ անգամ ստուգում եմ իմ սիրտը, այն մարդկանց հանդեպ, ովքեր բարդ մարդիկ են։ Ում հետ հանդիպելուց մտածում եմ, ավելի լավ կլիներ, որ չհանդիպեի, որտեվ չգիտեմ ոնց խոսեմ, որ այդ մարդը հասկանա, բայց գիտեք միշտ իմ աչքի առաջ տեսնում եմ Քրիստոսին, միշտ տեսնում եմ այն ինչ, որ ինքը արել է, ինձ համար, մեզ համար, ու դա ստիպում է ինձ, որ ես ավելի եւ ավելի խոնարհեցնեմ իմ անձը ու ասեմ, Տեր, սովորեցրու ինձ սիրել, եթե ես չեմ կարողանում ինչ-որ մեկին տանել, դա արդեն մի նշան է, որ ինչ-որ մի բան իմ սրտի հետ այն չէ, ու եկեք մենք ինքներս մեզ հարցնենք, եթե ես ինձ համարում եմ քրիստոնյա, եթե ես ինձ համարում եմ Աստծո որդի, ինչքանով ես իմ երկնային հորը նման եմ, Հովհաննեսի 13:1-ում հիշում եք ինչ է գրված, առաջի Հովհաննես ասում է, տեսեք, Աստված, մեր հայրը այնպիսի սեր պարգևեց մեզ, այնպիսի սեր, որպեսզի մենք լինենք Աստծո որդիները, դա գին արժեր հորը համար, մեր Տեր Հիսուսի համար, որ ճանապարհ բացվեր, որ մենք կարողանանք ունենալ հաշտություն նրա հետ, որ մենք ունենանք անուն կոչում Աստծո որդիներ լինելու։ Գիտեք, լավ ծնողների երեխաները շատ են պարծենում իրանց ծնողներով։
Որովհետև ծնողները ոչ թե մենակ նյութական ժառանգություն են թողնում, հոգևոր ժառանգություն են թողնում, հավատք են թողնում։ Մեր հայրը մեզ համար մեծ ժառանգություն տվեց։ Ինչքանով մենք ճանաչում ենք այդ ժառանգությունը։ Գիտեք, ասել, որ ես սիրում եմ Աստծուն, դա վերացական է։ Աստված ասում ես, որ դու ինձ սիրում ես, ոչ թե լեզվով ասա, ոչ թե խոսքով, այլ գործով։ Որն այն գործը, որ այն մարդը, որին քո աչքերը տեսնում են, որ այն մարդը, ում հետ դու ապրում ես մի ընտանիքում, որ դու կարողանաս իրան ցուցաբերես աստվածային տեսակի սերը։ Հիմա տեսեք, ինչ է ասում մեր Տեր Հիսուսը, ասում է սրանով կգիտենան ամենքը, թե դուք իմ աշակերտներն եք, եթե դուք մեկը մյուսի հանդեպ սեր ունենաք։ Պատկերացնում եք, մենք գիտենք, որ Հիսուսը եկել է աշխարհը փրկելու համար։ Ու մենք գիտենք, որ մենք կանչված ենք, նա անգամ իր Սուրբ Հոգին տվեց մեզ, որ մենք Սուրբ Հոգու զորությամբ կարողանանք վկայել Հիսուսի մասին։ Տեսեք, ինչ է ասում Հիսուսը, նպատակը, որ աշխարհը տեսնի Աստծուն մեր մեջ։ Ոնց կտեսնի, երբ մենք իրար սիրենք։ Հիսուսը չի ասում, երբ դուք ձեր կյանքը դնեք մեղավորների համար կամ երբ դուք սիրեք մեղավորներին, այն ժամանակ կհասկանան, կգիտակցեն, որ դուք իմ աշակերտներն եք։ Ոչ, նա ուրիշ բան է ասում, եթե դուք մեկը մյուսին սիրեք, այսինքն եթե դու կարողանաս սիրել նրան, ում քո աչքերը տեսնում են, եթե դու կարողանաս սիրել նրան, ով որ քո ընտանիքի անդամն է, ով որ եղբայրը եւ քույրը, եթե դու կարողանաս սիրել, աշխարհը կիմանա, որ ես բնակվում եմ ձեր մեջ, որ ես իրական եմ։ Սիրելիներս, սերը, դա աստվածային սերը, դա միակն է, որը փոխում է մարդու էությունը։ Թող մեզանից ոչ մեկը չմտածի, որ մենք արժանի էինք, ոչ, նա մեզ արժանացրեց։ Գիտեք, ես երբ նոր ապաշխարել եմ, ես մտածել եմ, որ ես լավ աղջիկ եմ, որովհետև ոչ մեկի վատ բան չեմ մտածում, վատ բաներ չեմ անում, ես մտածել եմ, ես լավն եմ։ Ու ես չի հասկանում, ինչքանով մենք մտածում ենք, որ մենք լավն ենք, մենք չենք գիտակցում այն, ինչ որ արեց Հիսուսը։ Մի օր Սուրբ Հոգին ինձ այցելեց, ու ես հասկացա, ինձ Աստծո առաջ ինչպիսին եմ ես։ Ու երբ ես տեսա, որ ես մեղավոր եմ, իմ լավ լինելով ես մեղավոր եմ Աստծո առաջ, որ նա սիրեց, որ նա եկավ, ու երբ Սուրբ Հոգին սկսում է աշխատել քեզ հետ, քո սիրտը լայնանում է։ Սիրելիներս, մենք հաճախակի ասում ենք, ես շատ նեղված եմ, ես մարդը ինձ նեղացրեց։ Եկեք այդ ժամանակ Աստծո մոտ նա մեր սիրտը կլայնացնի։ Նա իր սիրով կլցնի ու մեզ կբժշկի։ Ամեն Աշխարհը ուզում է տեսնել Հիսուսին, ինչքանով աշխարհը հակառակ է, ըմբոստ է Աստծո հանդեպ, ասեմ ձեզ, Աստծո սիրո հանդեպ ոչ մեկը չի կարող ըմբոստանալ։ Աստվածային սերը այնպիսի մի ներկայություն է բերում մարդու կյանքի մեջ, որ ամեն չար մարդը, ամեն ոչ ադեկվատ մարդը, ամեն հոգեկանը կորցրած մարդը, նա ազդվում է Աստծո տեսակի սիրուց։ Այս աշխարհը, որը կործանվում է, կարիք ունի Աստծո սիրո դրսևորմանը։ Ու այսօր ով պետք է արտահայտի այդ սերը, Աստծո որդիները, լույսի որդիները, ոչ թե խավարի որդիները։ Ու ես հավատում եմ, որ Աստված ուզում է, որ այն սերը, որով նա փրել է լցրել է մեր սիրտը, նա չի լցրել մեզ իր սիրով, որ մենք մանկանք ու ասենք, ես ինչ լավն եմ ես, Աստված ինձ սիրում է, ես թանկ եմ Աստծո համար, ես Աստծո գանձն եմ, այո, բայց դա որ դու իմանաս ու ուրիշներին ասես, որ ուրիշները թանկ են, ուրիշները գանձ են, որ Աստված ունի իրանց համար հիասքանչ կյանք, ամեն ու սիրելու մեջ անհնարին է, որ դու քո անձը չխոնարեցնես, ու որ դու քո անձը չզոհաբերես, այս բանը շատ կարևոր է, մենք ուզում ենք չէ իմանա, մենք ուզում ենք, որ այս աշխարհը ճանաչի Հիսուսի սերը, ճանապարհը այդպիսինն է, սիրելիներս, ինչ որ դու ունես, դու դա ես տալիս, ինչ որ չունես, չես կարող տալ, Աստված ճանապարհ պատրաստեց, որ
երկնային հավիտենական սերը, որը երբեք չի վերջանում, լցնի մեր սիրտը, ամեն։ Հիմա, եկեք մենք մի տեղ նայենք, մեզ համար շատ ծանոթ տեղ է, դա Առաջի Կորինթացիս 13-րդ գլուխն է, Առաջի Կորինթացիս 13-րդ գլուխը, ու ես ուզում եմ արագ այսպես ուղղակի հիշացնել ձեզ, հետաքրքիր է, որ Պողոս Արաքյալը մի այսպես ամբողջ գլուխը նվիրում է սիրուն, եթե մարդկանց և հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունեմ, ես եղա ձայն հանող պղինձ, կամ հնչեցող ծնծղա, և եթե մարգարություն ունենամ, և գիտենամ ամեն խորհուրդները և ամեն գիտությունը, և եթե ամեն հավատք ունենամ, մինչև սարելն էլ տեղափոխելու, բայց սեր չունեմ ոչինչ եմ, և եթե իմ ամեն ապրանքները աղքատներին ուտեցնեմ, և իմ մարմինը մատնեմ, որ այրվի, բայց սեր չունեմ, ես ոչինչ օգուտ չեմ ունենալ։ Այս երեք կետերը խոսում են հոգևոր պարգևների մասին, մարգարության պարգևի, հավատքի պարգևի մասին, բարեգործության մասին, գթության մասին, դա շատ լավ բան է, շատ լավ է, բայց Աստված քո ծառայության մեջ, քո գործելու մեջ նայում է քո սրտին, ինչպիսի սրտով ես անում և ինչպիսի սրտից ես դու դա անում, երբեմն երբ մարդիկ անում են ինչ-որ բան սպասելով և իրանց սպասումները չեն արդարանում, իրանք շատ վիրավորվում են, շատ նեղվում են, հասկանում եք, ու գայթակղվում են, Աստված ուզում է, որ մենք ինչ-որ անենք իրա սիրուց անենք, որ և քեզ օգուտ լինի, և Տերը փառավորվի, ու տեսեք մյուս համարներում Աստված իր ծառայողի միջոցով բացում է աստվածային սիրո հատկանիշները, ասում է սերը երկայնամիտ է, այսինքն երկար համբերում է, երբ դու երկար չես կարող համբերել, ինչ-որ մի իրավիճակում, ինչ-որ մարդու արածից, դու մի անգամից հասկացիր, որ սերը պակաս է քո կյանքում, ամեն, այս ամենը ցույց են տալիս, ինչքանով Աստծո սերը մեր մեջ լցված է, ասում է քաղցր է սերը, Աստծո սերը քաղցր է, ոչ թե դառն է, մարդիկ երբեմն կարողանում են իրանց խոսքերով դառնություն պատճառել, կծել, վնասել, ինչ-որ վատ բաներ խոսել, չար բաներ խոսել, Աստծո սերը քաղցր է, ես չեմ խոսում այն քաղցրության մարդկային շնչավոր քաղցրության մասին, որը գիտես, որ դրա ետևում թաքնված են ուրիշ բաներ, երբեմն մարդիկ լավ բաներ ասում են, բայց դա նկատի չունեն, Աստվածային սերը այդպիսինը չի, ասում է սերը չի նախանձում, չի գոռզանում ու չի հպարտանում, գիտես, երբ դու նայում ես, քեզ համեմատում ես ինչ-որ մեկի հետո, որ քեզանից բարձր է, դիրքով, պաշտոնով, կարողություններով, քո սրտիդ մեջ կարող է նախանձ գա, քո մասին չեմ ասում, մեկի մասին, այո, սրտի մեջ կարող է նախանձ գա, որովհետև ասի ինքը ունի, ես չունեմ, նախանձը շատ վտանգավոր բան է, նրանից հիվանդություններ են առաջանում ու գրված է, որ նախանձը փթեցնում է ոսկորները, բայց երբ մարդը նայում է ինչ-որ մեկին ումից ինքն է բարձր, այն ժամանակ ինքն է գոռոզանում, ես այս բաներին հասա, ինչին հասար, ինչ որ դու ունես, Տիրոջ շնորհքով ունես, ու այդ ամենը պետք է ծառայի Աստծո արքայությանը, Աստծո արքայության շինությանը, ամեն, հաջորդը ասում է սերը չի լրփանում, այսինքն սերը վեճեր, այսպես ռազմորկաներ, կռիվներ չի անում սերը, որտեղ կա սեր, այդ բաները բացակայում են, հետո ասում է իրենը չի որոնում, այս ինչ լավ բան է Աստված անում, որ իր սիրով ազատագրում է մեզ մեր եսից, դուք գիտեք, որ խաչի վրա Հիսուսը վերցրեց խաչի վրա ոչ թե մենակ քո հինը մահացավ, քո եսն էլ դրա հետ միասին մահացավ, մեր բոլոր պրոբլեմները սիրելիներից մեր եսից է, երբ մենք մտածում ենք ես, իմը, ինձ, դա ոչ սուրբ երորդություն է, ու դա չպիտի մեր կյանքում լինի, մեր հիմնական կռիվը մեր եսի հետ է, դրա համար Պողոս Արաքյալը ասում է համարեք ձեզ մեռած, ձեր մեղքի համար ու ձեր եսի համար, ամեն, երբ մարդը ինքը իր վրա է շատ կենտրոնացած, ինքը դժբախտ է,
Բայց երբ ինքը կենտրոնացած է ինչ որ մեկի վրա, որպեսզի իրան օգնի, հասնի, սովորեցնի, ինչ որ բանով Աստծո սերը ցույց տա, ինք ամենաերջանիկ մարդն է։ Դուք նկատել եք, որ երբ դու ինչ որ մեկի համար մի բան անում ես, դու երջանկանում ես։ Ամեն այն ժամանակ դու անում ես Հիսուսի ուզածը։ Աստծո սերը այդպիսինն է, նա իրենը չի որոնում, չի գրգռվում ու չար բաները չի մտածում։ Գրգռվելը դա այն է, որ մարդը այսպես սկսում է եռալ, մի բան իր դուրը չի գալիս, մեկ էլ եռում է, պրտկում է այդպես, գրգռվում է, որոշ մարդիկ ասում են, այս մեկը իմ ներվերի վրա է ազդում, այս մեկը սենց, սիրելիներս, Աստված ուզում է, որ մենք ազատ լինենք դրանից, որ մեր կյանքը հեշտ լինի։ Մենք մեր եսի ձեռը կրակն ենք ընկնում, դրա համար թող մեր եսը մեռած վիճակում լինի։ Ինքդ միշտ հիշիր, որ քո եսի դիրքը պիտի լինի մեռած, բայց Հիսուսը պիտի ապրի քո կյանքում։ Եթե Հիսուսը քո կյանքի Տերն է, նշանակում է իր պատվերները պետք է առաջնայինը լինեն։ Նրանք, ովքեր Հիսուսին սիրում են ամբողջ սրտով, ամեն բան անում են, որպեսզի իրանցը խոնարհվի եւ Հիսուսը երևա, որտեւ երբ մեր անձն է բարձրանում, մենք միշտ ամոթով ենք մնում։ Հաջորդը Աստվածային տեսակի սերը չար բաները չի մտածում չար բաները։ Ես իմ անձնական կյանքի վրա մի բան եմ վերապրել, որ մի լավ մարդու հանդեպ ինչ որ sense մի լարվածություն էր, ու մեկ էլ նենց չար մտքեր են գալիս, մեկ էլ Սուրբ Հոգին եկավ։ Այնքան շնորհակալ եմ Աստծո Սուրբ Հոգու համար։ Իրականում մեզ միշտ օգնում է, ու ասեց զգուշ եղիր ինչ ես մտածում։ Ու ես թափվեցի։ Ինչ չար բան ասես, sense եկել է այդ մարդու հանդեպ։ Ասես դու սիրում ես այդ մարդուն։ Ես քննեցի իմ սիրտը ու ասեցի, այո, ես իրան սիրում եմ։ Ասեց, բայց ինչու ես չար բաները մտածում։ Այդ չար բաներին հակառակ կանգնիր քո մտքիդ մեջ։ Ու ես մի բան տեսա, որ չար բաները ինձանից չի գալիս, որովհետև եւ քեզանից չի գալիս, որովհետև մենք նոր մարդ ենք Քրիստոսում։ Մենք նոր էություն ունենք։ Ոչ մի քրիստոնյա Աստծո որդի չի սիրում չար բաները մտածել, ասել, դա տհաճ է մեզ համար։ Ու ես մի բան հասկացա, երբ սատանային հաջողվեց ինչ որ սուտ իրավիճակի միջոցով չար մտքեր բերել, ու Սուրբ Հոգին ասեց, զանազանիր այդ չար մտքերը, հակառակվիր, ու տես ամեն մեկին իմ սիրո մեջ, ու դա ինձ շատ օգնեց հաղթելու իմ հարաբերությունների մեջ, ու ես հավատում եմ քեզ էլ է օգնում ու քեզ էլ կօգնի, ամեն, որովհետև մենք մեր ոչ թե հին մարդու ստրուկն ենք, ոչ էլ չարի ստրուկն ենք, Հիսուսը մեզ թանկ գնով գնեց, ու գրված է, մենք մերը չենք, մենք Աստծունն ենք, Աստվածը քո սեփականատերը, այդպես որ եկեք մենք շատ չերևակայենք, եկեք մենք երջանիկ լինենք, որ կա մեկը, որ տիրում է մեր կյանքի վրա, հոգում է մեզ համար, ամեն, հոգում է, ու ինքը իր սիրով լցրեց մեր սիրտը, որպեսզի մենք ապրենք ազատության մեջ, ամեն սիրելիներս, զանազանեք չար մտքերը, չար մտքերը վնասում են հարաբերություններին, չար մտքերի ետևում միշտ կանգնած է սուտը, ես շատ անգամ նկատել եմ, որ մարդը մեղադրում է այն բանի մեջ, որը իրականում չկա, ինչու, որովհետև սատանային հաջողվել է ստությունով այդ մարդու սիրտը խռովեցնել, դուք նկատել եք, որ այն մարդը, ով որ իրականջով չար բաներ է լսում, իր դեմքը փոխվում է, վերաբերմունքը փոխվում է, մենք քրիստոնյաներս պետք է զանազանենք այդ բաները, որ չարին հակառակ կանգնենք, որ հաղթենք սիրով, ամեն, որովհետև մենք ունենք պատասխանատվություն սիրելու մեր ընտանիքի անդամներին, եթե մենք չենք ընտրում մեր հարազատներին, Աստված է մեզ տվել, ամեն, մենք չենք ընտրել լինել այստեղ, Աստված է ընտրել, մենք չենք ընտրում ինչ որ հատուկ մարդկանց, աշխարհն է այդպես վարվում, մենք հասկանում ենք Աստված սիրում ամենին ու Աստված բերել այստեղ, որ ասի սա քո քույրն է, սա քո եղբայրն է, ամեն, որպեսզի մենք կարողանանք Աստծո աչքերով եւ Աստծո սիրով մեկը մյուսին սիրել, մեկը մյուսի հետ ունենալ լավ հարաբերություն, որտեղ այդ ժամանակ փառավորվում է մեր Տերը, երևում է մեր Տերը, երևում է ու չարը խափանվում է,
Չարի սիրո մեջ չարի ներկայությունը բացակայում է սիրելիներս։ Չարը չի կարող գալ ու խառնվել այնտեղ։ Դրա համար զանազանեք չար մտքերը, հակառակ կանգնեք, պահեք ձեր հարաբերությունները, քայլեք Աստծո սիրո մեջ ու Տերը կփառավորվի։ Ամեն։ Հալելույա։ Եվ ուզում եմ շարունակել գրված այսպես. անիրավության վրա աստվածային տեսակի սերը չի ուրախանում, անիրավության վրա։ Անկամ եթե մի դաժան մարդն էլ պատժվում է, եկեք մենք չուրախանանք, որտեղ ասունդա դուր չի գալիս։ Ամեն։ Աստված սիրում է մեղավորներին, դա Աստծո սիրտն է։ Ասում է, բայց ուրախանում է ճշմարտության հետ։ Ամեն բանի դիմանում է, ամեն բան հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է։ Սերը երբեք չի վերջանում։ Աստծո սերը չի վերջանում, մարդկայինը վերջանում է, Աստծունը չի վերջանում։ Եկեք մենք սովորենք սիրել Աստծո նման։ Ամեն։ Ու տեսեք ինչ է գրված։ Կարդում եմ 11 համարից, երբ որ երեխա է, երեխայի պես է խոսում, երեխայի պես է մտածում, երեխայի պես է համարում, բայց երբ որ մարդ եղա, այն երեխայության բաները խափանեցի։ Տեսեք, մարդը ֆիզիկապես ու աճում է, երեխա է, պատանի է, երիտասարդ, հետո հասուն մարդ, հոգևոր կյանքում էլ այդպիսի հասակ կա, հոգևոր։ Ու տեսեք ինչ լավ բան է ասում խոսքը, երբ ես դառա տղամարդ, այսինքն երբ ես հասունացա, դառա հասուն մարդ, մանկական բաները, երեխայական բաները թողեցի։ Դու գիտեք, որ վիրավորվելը, նեղանալը, չար բաները խոսելը, մանկական բաներ են։ Աստծո ժողովուրդը պետք է ազատ լինի երեխայական մանկական բաներից։ Երբեմն տեսնում ես մարդը հասուն է, 50-60 տարեկան, երեխայի պես է իրան պահում։ Սիրելիներս, դա այդպես չպիտի լինի։ Ամեն։ Դու կարող ասես, բա ինձ նեղացնում են, այո նեղացնում են։ Սա այն աշխարհն է, որտեղ մեղքն է տիրում, չարն է տիրում, ոչ կատարյալ աշխարհը, ինչ ուզում ես աշխարհը գա քեզ ծափ տա, եկեք միամիտ չլինենք։ Աշխարհը այդպիսինն է, բայց Աստծո արքայությունը ուրիշ, Աստծո արքայության գլխավոր օրենքը սերն է։ Գրվածը սերը կատարելության կապն է, ու խոսքը ասում է հագեք սերը, թող սերը լինի ձեր մտքի մեջ, ձեր խոսելու մեջ, ձեր վերաբերմունքի մեջ։ Հասկանում եք, Աստծո արքայությունը դերասաններից չի բաղկանում, այլ ճշմարիտ մարդկանցից, ովքեր ճանաչում են ով է իր Աստված եւ քայլում են այդ սիրո մեջ։ Ամեն։ Սիրել դա պատասխանատվություն է, սիրել խոսում է մեր պատկանելության մասին, մեր հայրը սեր է։ Խոսքը ասում է ով որ չի սիրում, Աստծուն չի ճանաչում։ Շատ լուրջ բան է։ Մենք ստուգում ենք մեր սիրտը։ Չեմ սիրում այս մարդուն, ուրեմն Աստծուն չեմ ճանաչում։ Այո։ Դու չես ճանաչում, որտեղ չես ճանաչում, որ նա այդ մարդուն ում դու չես սիրում, Աստված իրան սիրում է։ Աստծո սերը միաբանում է մարդկանց, ոչ թե բաժանում։ Աստծո սերը բժշկում է մարդկանց վիրավորված ու կոտրված սրտերը։ Երկրի վրա այդպիսի մարդ չկա, որ խոցված չլինի, որ իր հանդեպ անարդար չվարվեին։ Եկեք մենք չկենտրոնանանք մեր պրոբլեմների վրա, մեր ցավերի վրա։ Երբեմն ինձ մարդիկ ասում են, ես այնքան դարդեր ունեմ, բայց Հիսուսը եկել է մեր բոլոր դարդերը վերցնելու ու տալու մեզ լավ կյանք։ Ինչու ենք մենք այդ հին բաների մեջ նորից տապակվում։ Սիրելիներս, եկեք թողնենք այն հին բաները, որը պիտի գնան, եկեք չպահենք, չկապենք իրանց մեզ հետ, թողնենք թող գնան։ Աստված մեզ կանչել է նոր կյանքի մեջ, երջանիկ կյանքի մեջ, սիրո մեջ, ապրելու կյանքի մեջ։ Ինչ հիասքանչ է, երբ քո տանը սիրո մթնոլորտ է։ Կարող է դու մտածես, որ օ իմ տանը այդպիսի մթնոլորտ չկա, քո միջոցով կգա։ Մենք ամեն մեկս, որ փրկվել ենք, առաջին ենք եղել մեր ընտանիքում, ու մենք ունենք պատասխանատվություն Աստծո սիրո մթնոլորտը բերելու մեր ընտանիքների մեջ, սիրելիներս։ Ես ունեմ այդ պատասխանատվությունը իմ ընտանիքի, իմ հարազատների ընտանիքի համար։ Երբ ես ապաշխարեցի, իրանք ինձ վրա ծիծաղեցին, ինձ անարգեցին, ինչ որ անուններ կպցրեցին։ Ես այն ժամանակ նեղվել եմ, բայց Աստված ասեց դու պետք է ինձ նման լինես։ Երբեմն իմ հարազատները տարիներ առաջ իմ հանդեպ անտարբեր են եղել, որտեղ մտածել են, որ տարօրինակ ինչ-որ մեկն է, ուղղակի հավատում Աստծուն, որին մենք չենք հավատում։ Բայց ես որոշել եմ ու ասել եմ Տեր,
ես ուզում եմ, որ իրանք քեզ տեսնեն։ Ու Սուրբ Հոգին ինձ ասել է, պիտի ուշադիր լինես, պիտի զանգես, պիտի հոգաս, պիտի նվերներ անես։ Ու իմ անձ ասում էր, ինչ է, միշտ ես պիտի դա անեմ, ինչքան կարելի է մենակ ես։ Ու Աստված ասեց, այո, եթե դու ասում ես, որ ինձ սիրում ես, նախաձեռնողը դու պիտի լինես։ Նրանք աշխարհի մեջ են, խավարի մեջ են, դու լույսի մեջ ես։ Նրանք ապրում են առանց ինձ հետ հաղորդակցվելու, դու ապրում ես ինձ հետ հաղորդակցվելու։ Տարբերությունը ո՞րն է, ես հասկացա։ Ես իմ անձը խոնարհեցրեցի։ Սիրելիներս, մեր անձը խանգարում է մեզ ապրել Աստծո հետ լիարժեք կյանք։ Դրա համար ում հաջողվում է անձը խոնարհեցնել, Աստված նրան օրհնում է ու շատ բաներ պարգևում է։ Ամեն։ Հալելույա։ Շնորհակալ եմ։ Դուք այնքան ուշադիր եք լսում եւ շատ ջերմ արձագանքում եք։ Ես գիտեմ, որ ես իմ ընտանիքում եմ։ Գիտեք, բոլոր համարը ուղերձների մեջ առաքյալները հորդորում են սիրել։ Օրինակ Պետրոս ասում է իր առաջի ուղերձում, բայց ամենից առաջ սերը սերտ ունեցեք իրար հետ, որ սերը ծածկում է մեղքերի շատությունը։ Մենք ամեն մեկս ունենք մեր թույլ կողմերը, ամեն մեկս։ Մենք ամեն մեկս ունենք այնտեղը, որտեղ մենք հաճախակի սայթակում ենք ու մենք մեր ներսում կռվում ենք դրա դեմ։ Եկեք մենք ոչ թե մեկը մյուսին մերկացնենք ու ասենք ինքը այսպիսին է, ինքը վատն է, ինքը այսպիսին է։ Եկեք մենք Աստծո սիրով մեկը մյուսին ծածկենք։ Եթե մենք իրար չծածկենք, մենք ոչ մի բանով աշխարհի մարդկանցից չենք տարբերվում։ Ամեն։ Ինձ երբեմն ասում են, դու գիտես ես քո եկեղեցուց ես մարդը այսպիսին, այնպիսին է։ Ասեցի այո։ Դուք ճիշտ եք։ Բայց ես իրան սիրում եմ, հենց այդպիսին։ Որտեվ ես հասկացել եմ, որ ոչ մեկը մեզանից ես ինքս ինձ ճանաչում եմ ու ես գիտեմ։ Երբ ես սխալվել եմ, իմ ընտանիքի, իմ եկեղեցու ընտանիքի անդամները երբեք չեն մատնանշել։ Երբեք այսպես աչքս չեն հանել։ Իմ դեմ դուրս չեն եկել։ Ինձ սիրել են, ծածկել են, հոգացել են։ Ինչ է, որ ես լավն է, ոչ։ Դա Աստծո սերն է։ Ոչ մեկը մեզանից թող չպարծենա, դե ես լավն եմ, դրա համար ինձ սիրում են։ Ես սիրելու բան եմ։ Եթե դու ճանաչում ես մարդկային էությունը, դու հասկանում ես, որ մենակ Աստծո սերն է եկել ու ծածկել ու փոխել քո կյանքը։ Այն, ինչին մենք հասնում ենք, Աստծո սիրո հաշվին ենք հասնում։ Սիրելիներս, սատանան, երբ մենք սայթակում ենք, միշտ գալիս է դատապարտում, մեղադրում, մերկացնում, արժեքազրկում։ Մենակ Աստծո սերը կարող է քեզ բարձրացնի։ Երբ դու ասում ես, այո Տեր, ես նենց բան արեցի, չեր սազում ինձ որ անեի, նենց եմ ամաչում, նենց չգիտեմ արդեն ոնց մարդկանց երեսին կնայեմ, բայց Աստված գալիս ու ասում է, իմ սերը ամեն բան ծածկում է, իմ որդիս բարձրացիր, իմ սերը քո սխալներից կախված չէ, իմ սերը քեզ բժշկում է, նորոգում է, բարձրացնում է, հավատա, որ ես սիրում եմ քեզ, այն ժամանակ, երբ դու ընկնում ես, հավատա։ Մենք մտածում ենք, երբ մենք քայլում ենք Աստծո խոսքի մեջ, արդարության մեջ, արժանի ենք սիրուն, բայց երբ մեղանչում ենք, արժանի չենք։ Մենք ամեն ժամանակ արժանի ենք, որովհետև Քրիստոսի խաչը ապացուցեց դա, որտեղ Աստված սիրում է մեղավորին, Աստված սիրում է մարդուն, որտեղ Աստված արարիչ է։ Մենք նրա արարչությունն ենք ու պլյուս մենք նրա որդիներն ենք, սիրելիներս։ Եկեք մենք ուղղակի բացենք մեր սիրտը նրա առաջ ու ասենք Տեր, սովորեցրի ինձ սիրել։ Դուք գիտեք, ես արդեն ասեցի ինչքան տարի ծառայության մեջ եմ, բայց ավելի շուտ ապաշխարել եմ։ Բայց հիմա ասում եմ Տեր, ես մինչև հիմա չգիտեի ինչպիսին էր քո սերը։ Այդ ինչ հիասքանչ է։ Դուք գիտեք, որ հոգևոր աշխարհի մեջ ամենալավ զենքը հաղթող
Դա Աստծո սերն է։ Դա Աստծո սերն է։ Սերը խաչի վրա գամվեց, ու սատանան մի ժամանակ ուրախացավ, բայց պարտվեց, որտև սերը Աստծո հաղթեց, ու այդ հաղթական սերը այսօր բնակվում է քո ներսում։ Ու գիտեք, ես այսպիսի մի տպավորություն ունեմ, որ այստեղ կան մարդիկ, ովքեր կարիք ունեն սիրվելու, ովքեր մտածում են, որ ոչ մեկ իրան չի սիրում, ինքը երևի այդ արժանինքները չունի, ինչ որտեղ հիասթափված է, ինչ որտեղ մտածում է, որ ոչ մեկին պետք չի, մարդիկ կան, որ խոցված են, այդպիսի տպավորություն ունեմ, ասեմ ձեզ, սերը սրտի հետ կապ ունի, սիրելիներս, սրտի հետ, երբ մեր սիրտը վնասված է, այն ժամանակ մեր հարաբերությունը Աստծո հետ բարդանում են, սատանան ամեն բան գալիս է, որ մեր ու Աստծո հարաբերությունը խախտի, բայց մենք պետք է հակառակ կանգնենք սատանային, ամեն, ինչ պետք է անել, պետք է ներել, ես այսօր ուզում եմ ուղղակի հորդորել, այս հիասքանչ ժողովը, Աստծո թանկգնով գնված մարդկանց, ում Աստված անվանում է սուրբեր, սիրելիներ, թանկագիններ, որ մենք Տիրոջ առաջ կանգնելով ուղղակի որոշում ընդունենք, որ մենք չենք մնալու դառնության մեջ, մենք չենք մնալու դատապարտության մեջ, մենք չենք մնալու չարի ազդեցության տակ, մենք ներելու ենք մեր դեմ մեղանչողներին, մենք ներելու ենք ինքներս մեզ, որ մենք ինչ-որ սխալ բաներ ենք թույլ տվել, երբ մենք ապրում ենք Աստծո սիրուց, հեռու մեր կյանքը պտղաբեր չի, սիրելիներս, Աստված մեզ կանչել է հաղթական, պտղաբեր, ազդեցիկ կյանքի համար, եկեք մենք ապրենք ոչ թե մեր զգացմունքներով, այլ եկեք ապրենք հոգով, հոգով ապրենք, Աստծո հոգով, նայելով Հիսուսին, ամեն, մենք կարող ենք բարձրանալ, դու գիտեք, Աստված այստեղ է, ու Աստված ամեն մեկին ուզում է ասել, ես տեսնում եմ քեզ, ես ճանաչում եմ քեզ քո մոր որովայնից, քո այս աշխարհ գալը իմ կամքով էր, ես քեզ ընտրեցի, որ դու իմը լինես, դրա համար իմ որդուն տվեցի, որ դու հասկանաս ինչքան դու թանկ ես ինձ համար, դու շատ թանկ ես ինձ համար, Տիրոջ հոգին է այդպես ասում, ամեն, եթե դուք ուզում եք, որ այսօր են ծանր բեռեն տանջանքը, են հսկողությունը խավարի, կոտրվի, եկեք մենք իրար հետ միասին աղոթենք, ամեն, եկեք ազնիվ լինենք Տիրոջ առաջ, ամեն, Հայր երկնային, մենք Հիսուս Քրիստոսի անունով շնորհակալ ենք քո ներկայության համար, շնորհակալ ենք քո խոսքի համար, որը ճշմարտություն է, գալիս է, որպեսզի մեզ ազատ արձակի, Հայր, ամեն մի երևույթ, ամեն մի զգացմունք, ամեն մի իրավիճակ, որը ստությունից է առաջացել, չարի ազդեցությունից է առաջացել, Հիսուս Քրիստոսի անունով թող լինի խափանված, ամեն դիվային ազդեցություն այս ժողովքի վրա, մարդկանց վրա թող լինի քանդված, Հայր երկնային, քո սուրբ ներկայությունով դիպչիր մարդկանց սրտերին, թող քո իրականությունը վերապրեն, ու ես տպավորություն եմ, որ Տիրոջ հոգին ոմանց ասում է, դադարիր քեզ մեղադրել, դադարիր քեզ մեղադրել, դադարիր քեզ դատապարտել, մի կենտրոնացիր քեզ վրա, իմ սերը ավելին է, ես կարող եմ կոտրածը նորից վերականգնել, վստահիր ինձ, բացիր քո սիրտը ինձ համար, Հայր մենք շնորհակալ ենք, մենք շնորհակալ ենք, ու մենք խնդրում ենք, որ դու օգնես մեզ սիրել, սովորեցրում ես, մենք ուզում ենք, որ այս աշխարհը տեսնի, որ մենք քոնն ենք, որ մենք ունենք քո սիրտը, քո միտքը, քո վերաբերմունքը, Տեր, օգնիր մեզ ու սովորեցրու սիրել քեզ նման,
շնորհակալ ենք, շնորհակալ ենք։ Թանկագին հար, ես աղոթում եմ այն բոլոր մարդկանց համար, ում սրտերը վիրավորված են, ում սրտերը խոցված են, ինչ որ իրավիճակներից։ Ու ես խնդրում եմ, որ դու դիպչես իրանց, քո սիրով գրկիր, քո սիրով փաթաթիր, քո սիրով բժշկիր, հպվիր, թող այսօր լինի վերջի օրը, տանջանքների Հիսուսի անունով, ամեն բան թող սկսվի, թող ամեն բան, նոր բաները սկսվեն այսօր Հիսուսի անունով, թող գա ազատությունը այսօր, թող գա բժշկությունը այսօր, Հիսուս Քրիստոսի անունով։ Տեր, շնորհակալություն քեզ, որ դու այստեղ ես, խոսիր մարդկանց սրտերի հետ։ Տեր, աղոթում եմ այն մարդկանց համար, ովքեր ունեն պրոբլեմներ իրանց մարմիններում, Հայր, Հիսուսի անունով դիպչիր, թող ամեն տկարությունը, թող հիվանդությունները, բաց թողնեն մարմինները, քո սիրո ներկայության մեջ, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամեն մի ճնշում, դիվային ճնշում, Հիսուսի անունով թող քանդված լինի մարդկանց կյանքի վրայից, Հիսուսի անունով թող գա ազատությունը, թող գա վերականգնվի ուրախությունը, հենց հիմա Հիսուսի անունով, շնորհակալ ենք, Հայր, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, բարձրացրու քո ձեռքերը ու սկսի նրան փառաբանել, Հայր, մենք շնորհակալ ենք քո ներկայության համար, քո հպման համար, քո խոսքի համար, որը մեր սրտերի համար դեղորայք է, մեր մարմնի համար բժշկություն է, Հայր, մենք շնորհակալ ենք, Հայր, մենք շնորհակալ ենք, Հայր, մենք խնդրում ենք, որ դու ներես մեզ, մեր անհնազանդության համար, Տեր, եւ օգնես մեզ, միշտ նայել քեզ ու լինել հնազանդ քո պատվիրաններին։ Մենք ուզում ենք, որ այս աշխարհը տեսնի քեզ մեր կյանքերում, շնորհակալ ենք, որ այդպես էլ կլինի Հիսուսի անունով, եւ բոլոր ասեցին ամեն։ Ամեն, հալելույա, 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 շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ եմ քեզանից, Հայր, շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Գիտեք, ես այսպիսի մի վկայություն եմ լսել մի մարգարեի մասին, շատ հայտնի մարգարե, որը հիմա Տիրոջ մոտ է։ Մի անգամ Աստված իրան տարավ երկինք ու ինքը պատմում է, առաջի բանը, որ Հիսուսը ինձ հարցրեց, ասեց, դու սովորել ես սիրել։ Մենք կարող է շատ բարի գործություններ անենք, մենք կարող է մեր մարմինը տանք այրվելու համար, բայց եթե սեր չկա այդ ամեն ինչի մեջ, դա նշանակություն չունի։ Թող Աստված տա մեզ հայտնություն Աստծո սիրո մասին, որ դա չլինի շնչավոր, դա չլինի մարդկային, այլ լինի աստվածային, ամեն, մենք կարիք ունենք սիրելու, ու եկեք մեր մանկական բաները թողնենք, ամեն, մենք արդեն հասուն ենք, եկեք մենք հասունի պես պահենք մեզ, ու ամենավերջում ես ուզում եմ հատուկ խոսել այն բոլոր մարդկանց հետ, ովքեր առաջի անգամ են եկել այստեղ, կան մարդիկ, որ առաջի անգամ եկել են այս հիասքանչ ժողովին, կան մարդիկ, եթե կան, մենք ձեզ հրավիրում ենք այստեղ, եկեք առաջ, խնդրում ենք, եթե ձեզ դժվար չէ, իջեք այստեղ, եկեք առաջ, որ մենք եւ ձեզ համար աղոթենք ու ձեզ հետ միասին աղոթենք, ամեն, ամեն, ինչպես է քո անունը, Մարիամ, Մարիամ ջան, Աստված քեզ շատ է սիրում, քո կյանքում ամեն բան կփոխվի, ամեն բան կփոխվի քո կյանքում, բարև ձեզ, ձեր անունը ինչպես է, как вас зовут? Максим. Вы на армянском не понимаете? На армянском не понимаете? Կլինի մարդ, որ թարգմանի Մաքսիմին, всё, հասկացամ, շատ լավ է, քո անունը ինչպես է, Լիլիա, շատ ուրախ եմ, առաջ անգամ ես եկել, Լիլիա ջան, շատ լավ է, շատ լավ է, ես ուզում եմ ձեզ
բոլորին ասել, որ այսօրվա օրը Աստծո սրտի մեջ էր։ Նա սիրում է ձեզ, նա ուզում է ձեզ ավելի մոտիկ կանչի դեպի իրեն, որ իր սիրով լցնի ձեր սրտերը, որ այն տեղերը, որտեղ թշնամին վնասել է ձեզ բժշկի, ձեզ ազատագրի, այնքան դժվար է խոսքերով նկարագրել, ինչքան մեծ է Աստծո սերը ձեր հանդեպ։ Ամեն։ Մեզանից այստեղ ներկաներից ամեն մեկը կարող է վկայի, թե ինչ արեց Աստված մեր կյանքերի հետ։ Աստված ձեզ բոլորից շատ օրհնի, թանկագիններս, Աստված ձեզ շատ օրհնի, Աստված ձեզ շատ է սիրում, ամեն, գիտեք, Աստծո խոսքը այսպես ասում, որ Աստված ձեզ սիրում է, ու դա մինչև վերջ, Աստծո սերը երբեք չի փոխվում, կարևորը մենք պատասխանենք, դուք գիտեք չէ, որ հարաբերությունների համար միշտ երկուսն են պետք, եթե մեկը սիրում է, մյուսը այսպես կանգնած է, դա սեր չէ, Աստված իր սերը առաջին ապացուցեց խաչի միջոցով։ Ու եթե դու զգում ես, որ ոչ մեկը քեզ չի սիրում, դա սուտ է։ Աստված, այս աշխարհի արարիչը նա սիրում է քեզ։ Աստված ինձ մի անգամ ասեց. դու մտածի նրա մասին, որ ես եմ քեզ սիրում։ Ոչ թե որ ինչ որ մեկը քեզ չի սիրում։ Մենք շատ անգամ վնասվում ենք, երբ մարդկանցից ենք սպասում, բայց Աստված ասում է սիրում է քեզ, ու այն ինչ որ քո կյանքում վնասված է, Աստված կվերականգնվի, կվերականգնի, ամեն, ու տեսեք ինչ ասում Աստծո խոսքը, ասում է, ով որ իր սրտում հավատա, որ Հիսուս Քրիստոսը Աստծո միածին որդին է, եւ իր շրթունքներով դավանի ու ասի Հիսուս, դու իմ Տերն ես, Աստված իրան կփրկի դժողքից, կփրկի մեղքերից, կփրկի ցավերից, կփրկի ամեն ստերից, կփրկի։ Քո կյանքը որակապես կփոխվի, ամեն։ Մենք կարող ենք չէ իրար հետ աղոթել։ Այդ ժամանակ փակեք ձեր աչքերը ու ասեք ինձ հետ միասին. Տեր Հիսուս, ես եկել եմ քո մոտ։ Ես հավատում եմ, որ դու ես Աստծո միածին որդին։ Ես քո կարիքը շատ ունեմ։ Ներիր իմ բոլոր մեղքերը։ Այսօր ես իմ սիրտը բացում եմ քո համար։ Եղիր իմ կյանքի Տերը ու իմ փրկիչը։ Շնորհակալ եմ, որ դու ինձ չես մերժում, որ դու ինձ ընդունում ես։ Եվ իմ անունը գրում ես քո կյանքի գրքում։ Շնորհակալ եմ փրկության համար, որ այսօր ես ունեմ իշխանություն, Աստծուն ասել հայր ու լինել Աստծո որդի, շնորհակալ եմ, ամեն, ամեն, հալելույա, 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 հիմա մենք այս հրաշալի մարդիկ և ինձ հետ միասին, մենք կաղոթենք ձեզ համար, ամեն, մենք կաղոթենք ձեզ համար, Հայր երկնային, մենք Հիսուս Քրիստոսի անունով շնորհակալ ենք ամեն մեկի համար ու մենք խնդրում ենք հպվիր, Դուխ Святой, прикоснись, հպվիր այս մարդկանց, օրհնիր իրանց, Տեր, հայտնիր իրանց քո սերը, բժշկիր իրանց, Տեր, խոսիր իրանց սրտերի հետ, Հիսուս Քրիստոսի անունով, Հիսուս Քրիստոսի անունով, թող քո ներկայությունը լինի իրական, թող կյանքերը փոխվեն, Հիսուսի անունով, Հիսուս Քրիստոսի անունով, ես հռչակում եմ բժշկություն ներսի մարդու համար ու գերբնական վերականգնում, Հիսուս Քրիստոսի համար Տեր, դիպչիր ամեն մեկին, Հիսուսի անունով, Հիսուսի անունով, Հիսուսի անունով, ես հռչակում եմ բժշկություն, ամբողջ մարմնի համար, ամբողջ անձի համար վերականգնում Հիսուս Քրիստոսի անունով։ Տեր դու իրական ես, հայտնիր քեզ, հայտնիր քո մեծ սերը, Աստված ձեզ շատ է սիրում, թանկագին ես, դու Աստծո հերոսն ես, Աստված քեզ սիրում է, քո կյանքը շատ կփոխվի։ Հիմա այս հրաշալի մարդիկ, մեր քույրիկ ու եղբայրը, իրանք ուզում են ձեզ հետ հանդիպել, ուզում են խոսել ձեզ հետ, ուզում են պատասխանել ձեր հարցերին, ու մենք ձեզ խնդրում ենք, որ դուք ուղղակի իրանց ետևեք,
Հիմա մի քանի րոպեև ետևեք իրանք ձեզ բան ունեն ասելու եւ բան ունեն ձեզ փոխանցելու։ Եկեք մենք իրանք ծափերով ճանապարհենք։ Խնդրում եմ գնացեք։ Հալելույա։ Շատ լավ։ Օրհնում ենք ձեզ։ Հալելույա։ Հալելույա։ Սիրելի Աստծո ժողովուրդ, Աստծո թանկգնով գնված սուրբեր, ամենավերջում ուզում եմ ազատագրել Աստծո օրհնությունը, թող Տերը օրհնի եւ պահի ձեզ։ Թող Տերը բարձրացնի իր երեսը ձեզ վրա, ողորմություն անի ձեզ։ Թող Տերը լուսավորի իր երեսը ձեզ վրա եւ տա ձեզ խաղաղություն։ Աստված օրհնի ձեզ։